Բարև ընկերներ, իսկ դուք գիտեիք, որ քաղաքացիական պայմանագրում թալանչիների թիվը համաշխարհային ռեկորդ է սահմանում։ Շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Անցած մեկ տարում ՔՊՀ-ական Գնել Սանոսյանը ստացել է 56 միլիոն դրամ աշխատավարձ Լիդիան Արմենիայում որպես կառավարության ներկայացուցիչ։ Իդեպ նա հայտարարագիրը լրացրել է մայիս ամսին, իսկ աշխատանքի անցել 2025 թվականի սեպտեմբերի 9-ից, այսինքն մեկ ամսում շուրջ 6 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Պատկերացնում եք, Հայաստանում կան պաշտոնյաներ, որ ձեր տարեկան աշխատավարձից 2 անգամ ավել գումար են ստանում ընդամենը մեկ ամսում։ Այսինքն մենք վճարում ենք հարկեր, պաշտոնյաները հարստանում են։ Իսկ այ Ռոման Պետրոսյանը մի փոքր քիչ է ստացել, ընդամենը 37 միլիոն դրամ 11 ամսում, ամսական շուրջ 3.5 միլիոն դրամ։ Վերջին մեկ տարում Արսեն Թորոսյանը ստացել է շուրջ 26 միլիոն դրամ աշխատավարձ, ամսական միջինում շուրջ 2 միլիոն 600 հազար դրամ։ Արարատ Միրզոյանը մեկ տարում ստացել է 30 միլիոն դրամ աշխատավարձ եւ մոտավոր 6 միլիոն դրամ գործուղումների գումար։ Տխրահռչակ Գևորգ Պապոյանը շուրջ 25 միլիոն դրամ։ Ընկերներ, սա ընդամենը աշխատավարձերն են որոշների։ Գրեթե բոլորը տարեկան տասնյակ միլիոնների հասնող եկամուտ են ստանում մեր վճարած հարկերից։ Սակայն Հայաստանում դեռ կան հազարավոր անապահով ընտանիքներ եւ ունենք լրջագույն բազմաթիվ խնդիրներ։ Իսկ մեր պաշտոնյաները շռայլ եւ աշխատավարձ եւ պարգևավճարներ են ստանում։ Բայց ես հիմա ապշած եմ ուղղակի։ Ապշած եմ, որ կարող ես նույնիսկ մեկ-մեկ ասում եմ, լավ իսկականից անեն չլինի, որ ասեն դե ընդդիմությունա պետք է տենց ասելի չափազանցնելով բանով, եւ շատ դեպքերում ինքս ինձ այդ քննադատության սրության մեջ սահմանափակել եմ։ Բայց ես այսօր ապշած եմ, թե Հայաստանում կոռուպցիան ինչ ծավալների է։ Դա ուղղակի աներևակայելի է, աներևակայելի։ Եվ այն իմ ամենասուր ելույթը կոռուպցիայի մասին, դա ուղղակի ծիծաղելի է այդ կոռուպցիայի իրական մասշտաբների եւ թալանի իրական մասշտաբների կապակցությամբ, որ Հայաստանում տեղի է ունեցել։ Եվ տեղի է ունենում, տեղ որտեղ չես ասում, ստեղ կանգնացրեք։ Սա ահավոր մի հատ երևույթ է, անենց որ ես ուզում եմ մենք ճիշտ հասկանանք։ Օրինակ ասում են, այ 2 ամիս է անցել։ 2 ամիս է անցել, մենք ամեն օր ես զարմանում եմ, որ ոնց տենց պրոբլեմ էլ ունի այս երկիրը։ Եվ ինչքան հասկանում եմ, հələ մի 4 ամիս էլ ամեն օր ես զարմանել եմ, ասեմ, ոնց տենց բան, ոնց է հնարավոր, բայց։ Այդ լուրջ եք ասում։ Պատկերացրեք, ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որ ինձ զարմացնում է։ Ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին։ Միջև ինչ չեմ բերում, ասում ապացույց 1, ապացույց 2, ապացույց 3, ապացույց 4։ Այն օրը ես մեր պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարին կանգնեցրել եմ, ասել եմ, խնդրում եմ մի շարունակի, թող ես գնամ, ես չեմ կարա մի օրվա մեջ այսքան տեղեկություն ստանամ եւ հոգեկան հավասարակշռությունս պաշտպանեմ։ Խնդրում եմ հենց հիմա դադարեցրու։ Եվ որ ինքը հանում էր թղթեր, ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ եւ այլն եւ այլն։ Ես ասում եմ, ես չեմ կարա։ Այսօր ինձ հերիքա ստեղծություն, հաջողություն։ Գնացեք ուրիշի պատմեք, ես էլ չեմ կարա դա լսել։ Մենք բոլորս աշխատում ենք չունենալով արժանապատիվ հանգստանալու հնարավորություն, իսկ մեր պաշտոնյաները վայելում են կյանքը։ Պետական ապարատում կա բժշկական ապահովագրություն, կա հստակ աշխատանքային ժամային գրաֆիկ, կա արձակուրդ, իսկ մասնավոր ոլորտում ուղղակի բացի թողի վիճակ է։ Մարդկանց ստիպում են աշխատել անմարդկային պայմաններում, առանց հանգստյան օրերի, սահմանված ժամերից շատ, վճարում են շատ քիչ, շատ դեպքերում գրանցված չեն։ Մի խոսքով, խայտառակ վիճակ է տիրում, որի վերահսկողությունը իշխանությունը ուղղակի տապալել է։ Որոշել եմ այսուհետ նաև խոսել մասնավոր ոլորտում տիրող ընկերությունների սեփականատերերի ապօրինի գործողություններից, թե ինչ պայմաններ են ստեղծել աշխատողների համար։ Ընկերներ, մեկ կարևոր հարցի շուրջ եմ ցանկանում խոսել այսօր։ Դատական համակարգի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դատական համակարգը դեռ անկախ չէ։ Մեր երկրին սպառնացող ամենաապիկար վտանգները բխում են դատական համակարգի։ Ինչը չի նշանակում, որ Հայաստանի բոլոր դատավորները
պատերի տակ վնգստացողներ են, բայց որ կան այդպիսի դատավորներ եւ նրանք մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ ակնհայտ է։ Այս դժվարությունը նախընտրական շրջանում հենց այդ թեմային է վերաբերվել, որ ինչ են մարդիկ շարունակում մնալ արտոնյալ կարգավիճակում եւ պատասխանատվության ենթարկվում են եւ ենթարկվել են այն մարդիկ, ովքեր մեղավոր են այդ բաների համար եւ կշարունակեն ենթարկվել։ Հիմա այդ պատասխանատվությունն էլ պետք է լինի համաչափ։ Ով ինչի համար ինչ չափով պատասխանատու է, պետք է այդ պատասխանատվությունը կրի։ Որովհետեւ մարդիկ ուզում են Հայաստանի Հանրապետությունում տեսնել կարգ ու կանոն, ուզում են տեսնել արդարություն եւ արդարադատություն։ Եվ պետք է տեսնեն, ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ չկա։ Այդ թվում համադրությամբ նոր համադրություն ընդունումը ինչքան էլ փորձ արվում կապել եւ այդ թվում այդ պատճառով է համակարգային ձևով փորձ արվում ներքին եւ արտաքին ուժերի կողմից այդ թեման նենգափոխել։ Դրա համար է պետք։ Ամեն մեկը դատաիրավական համակարգում բաներ ունեն, անձեռնմխելի պաշտոններում կոնկրետ իրանց անունով մարդիկ ունեն նշանակած։ Մարդիկ ունեն նշանակած։ Իրանց անձնական դատավորներն ունեն համակարգերում նշանակած։ Այդ թվում պատերազմի եռագլուխ կուսակցության անդամները, որ այդ մարդիկ սահմանադրորեն անձեռնմխելի են։ Բայց ինչքան ենք մենք ասելու դե լավ, հա։ Չի կարա տենց բանը լինի։ Եվ չի կարա լինի տենց բան, այդ թվում նրա համար, որ ժողովուրդը իմ առաջ կոնկրետ այդ հարցը դրել է, ես պարտավոր եմ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ ապահովել, իհարկե օրինականության եւ սահմանադրականության շրջանակներում։ Այո, նա ճիշտ է հայտարարում։ Դատարանները կատարում են իշխանությունների պատվերները եւ որևէ արդարություն պահանջել այդ համակարգից սխալ է։ Բայց մեկ կարևոր նյուանս կա այս ամենում, որ մեր երկրում որոշ իշխանականներ նման են անինքնասեր եւ հայրենադավների, որոնց վիրավորում նվաստացնում են, սակայն կրկին վիրավորողների ցանկությունները սկսում են կատարել։ Մեր պետության կարևոր հիմնասյունը պետք է լինի արդարությունը, իսկ արդարությունը հենց դատարանում պետք է որոշվի, սակայն ունենալով իշխանության խամաճիկ դատարան երբեք չենք ունենալու արդարություն։ Այո, Հայաստանում կան քաղաքական հայացքների համար ձերբակալված անձինք, որքան էլ շատերը հանդիսանում են նախկին իշխանությունների թալանչիները կամ անդամները, սակայն որևէ մեկը իր իրական արարքի համար չի ձերբակալվել, այլ քաղաքական խոսքի կամ հակառակորդ լինելու համար է ձերբակալվել, եւ նրանց կալանքի որոշումները կայացրել են մեր չակերտավոր անկախ դատավորները։ Ընկերներ, քանի որ մեր երկրում ամեն բան ունի տեր, իսկ հասարակ քաղաքացին իրականում այսպես ասած անտեր է եւ ունի արդարության խնդիր, մի հետաքրքիր գաղափար ենք սկսել իրագործել, որպիսի հենց դուք չունենաք արդարության պակաս։ Շուտով կհայտնեմ, թե ինչի մասին է խոսքը, որը շատ ազդեցիկ է լինելու եւ լուծելու է արդարությունը հասարակ քաղաքացիների համար։ Մինչ այդ խնդրում եմ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, այնտեղ իմ տեսանյութերը 1 ժամ շուտ են հեռարձակվում, այսուհետ նաեւ այնտեղ լինելու են այլ կոնտենտ։ Ձեր աջակցությունը կլինի YouTube-ին բաժանորդագրվելը, հղումը կա նկարագրությունում։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր Հայը։